Շանթ հեռուստաընկերությունը և Վիտամին Production-ը ներկայացնում են Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Էս Նաբեղլավի է։ Նաբեղլավի, Վրաստանի սիրելի համ։ Մեկ կահույքի սրահ, երջանկությունը ստեղծվում է տանը։ Ուշադրություն, քաղաքը սուրճ է խմում, Արարատ Coffee, սուրճ, որ պատմություն ունի։ Չոչի, կրակ բերանում, հաճույք սրտում։ Պարիժանկա, սերը սկսվում է քեզնից։ Ավտոմոստ, եւ ձեր երազած մեքենան դառնում է իրականություն։ Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Օլսել, ամեն ինչ հասանելի։ Ինչ ես իմ տեղը կանգնել։ Բայց ով ասաց, որ ես քո տեղն եմ։ Ես եմ միշտ տեղ կանգնել։ Աղունդ բրեն գրած, Ա, երեխեք հանգստացեք, ես ինչ մի պարկովքի կռիվ եք անում։ Տոմա ջան, իրան ասա, ընդամենը մի անգամ նկարահանման չեմ եկել, արդեն տեղս մարդ են բերել։ Էլեն ջան, դու ես մեղավոր, որ գնում ես տեղդ մի հատ յաշիկ բեր, որ ուրիշ մարդ չկանգնի։ Էդ հեյ, դու ինչ ես նկարում։ Լսի, դե ասեցին նկարեմ կուղարկենք Շամշյանին, էլի։ Պետք չի ուղարկել, մի քիչ էլ սեն շարունակեն Շամշյանը իր ոտով կգա։ Երեխեք, Շամշյանին քանի աղբեր են։ Մենակ ամաս ջան։ Դա լադնա։ Բա ոնց է միաժամանակ լինում համ Գորիսում, համ Նոյեմբերանում, համ էլ Գազանանոցի ճամփին։ Մաշա, Շամշյանը ինձ չի հետաքրքրում։ Մեկը տեսախ չկան ասեք, թող իմ տեղը չկանգնի։ Վայ լավ, դե ինչ ես տեղի կռիվանում, գնա մի տեղ կանգնի էլի։ Ես հասկանում եմ, հա, որ քո այս կռիվը ընդհանրապես տեղի մասին չի։ Դու նախանձում ես, քո մեջ նախանձն է խոսում։ Ինչ եմ անում։ Նախանձում եմ։ Հա, ինչի։ Դե օրինակ, որ ես շատ հայտնի ու սիրված դերասանուհի եմ, խաղում եմ հումորային սիթքոմերում։ Ավելացնեմ։ Մագա ջան, ես էլ եմ հայտնի ու շատ սիրված դերասանուհի։ Ես էլ հայկական սերիալներում եմ նկարվել, ու դրանք էլ պակաս խնդալու չեն։ Ճիշտ ասում։ Իրանց սերիալները ձեր սիթքոմներից հաստատ խնդալու են, Մագա ջան։ Ընդհանրապես, ինչի պիտի ես քեզ նախանձեմ, ես քեզանից 1000 անգամ սիրուն եմ։ Դե լավ, դե հերիք ինքնախաբեությամբ զբաղվես։ Ակնհայտ է, որ ես ավելի սիրուն եմ։ Մի րոպե էլի խնդրեմ, աղջիկներ ջան, նայեք, բնական գեղեցկությունը ավելի կարևոր է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս երկուսով դուրս գաք, գնաք մի լավ լվացվեք, գաք այստեղ կանգնեք ու կհասկանաք, որ վաբշե կռվելու բան չունեք։ Девочки, ճիշտ է, մի կռվեք։ Ես մի հատ խնդրանք ունեմ, ինձ պետք է օգնեք, աղջիկներ ջան։ Ես չեմ կարա մեջքս բռնված է։ Այ տոմա դրա մասին չի խոսքը։ Երեխեք, տղաս դպրոցն ավարտում ու իրանց վերջի զանգի համար պետք է սցենար գրեք։ Կօգնեք։ Ոյ դե Մաշա, վերջի զանգի սցենարը ո՞րն է։ Թող կանգնեն ասեն շատ շնորհակալություն, վերջում էլ լաց են սաղով։ Դառավ։ Վայ, լավ էլի չէ, լավ բան պետք է գրվի, որ երեխեքը լավ սցենար ունենան։ Մաշա, մեջը փող կա։ Հա, իհարկե։ Դասղեկի համար պետք է փող հավաքենք։ Մաշա, ասում եմ մեզ փող կա։ Վայ դե Էլեն, հո, ամեն ինչ փողի մեջ չի, բայց երեխեքը ասեցին, եթե լավ սցենար գրենք, իրանք մեզ կհրավիրեն ռեստորան։ Բա տեղից սկսեիր, ասեիր, որ էտա փորացավդ։ Այդ փորացավ չի, այդ փորի ցանկությունն է։ Կյանքումս մի անգամ բան եմ խնդրել։ Դժվար է օգնելը, Տոմա։ Լավ, Մաշ, մի անհանգստացի, ես քեզ կօգնեմ։ Ես իմ վերջին զանգի բանաստեղծությունը կարամ ասեմ գրի, հա? Դե կարդում եմ։ Ահա։ Հիմա այս բեմում կանգնած խառնվել են իրար հուզմունքն ու թախիծը, մորմոքն ու կսկիծը, կարոտն ու տրտունջը, սերն ու հառաչանքը, հույսն ու մելամաղձությունը, ալեկոծությունն ու տվայտվանքը։ Վա, լավ հասկացանք, հետո։ Զաղրա ջան, հետո ինչ։
Չես հասկանում ինչ է անում։ Ուզում ասի, որ ինքը հայրենից լավ է։ Աղջիկ ջան, մենք բոլորս հայրենից լավ ենք, լավ նստացրել ենք այդ դասերը, զուբրիտ ենք արել, այսօր կարակ ադին չոտքի հետ դիալոգ անենք, հանգստացի։ Երեխեք ջան, մի րոպե, եթե չեք կարողանում իրար հետ լեզու գտնեք, խորհուրդ եմ տալիս մեջքով իրար կանգնեք։ Օրինակ ես միշտ տենց եմ անում։ Պրոստը տոն քո պարագայում դժվար է հասկանալ, երբ ես դու մեջքով, երբ ես դու դեմքով։ Մաշս չմտածես, ես կարող եմ քեզ իմ վերջին զանգի խոսքերը ասել։ Անգլերենի դասատուին շնորհակալություն էինք հայտնում։ Հա, հələ ինչ եք ասում, հա։ Մեր շատ սիրելի անգլերենի դասատու։ Շատ շնորհակալ ենք, որ գերազանց սովորեցրել եք մեզ խոսել անգլերեն, եւ մենք այդ բարդ լեզվին այդքան գերազանց տիրապետում ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզ մեզ կրթելու համար։ Հա, այդ ամեն ինչը անգլերենով, չէ՞։ Չէ, հայերեն, ես անգլերեն չեմ հասկանում։ Մաշա, ես մտածում եմ, որ սխալ է դուրս գալ ու բեմից անգիրարած տեքստեր ասել։ Պետքա բարձրանալ ու ինչ ուզում ես սրտիցս ասես, որ հուզի։ Այսի օրինակ շատ լավ տեքստեր։ Դուր թող երեխեն գնա ասի։ Լավ էլ երեխեք, վայ, չէ, նորմալ սցենար է պետք, խնդրում եմ, վայ։ Մաշա, դե սպանեցիր էլի։ Դու վերջին զանգ չես ունեցել։ Գնա մի հատ դուրս գրի այդ ոտանավորներից, դուր թող երեխեն արտասանի պրծնենք։ Ես գիտեմ Մաշայի վերջի զանգի ոտանավորը, երեխեք։ Մեր շատ սիրելի բուֆետի աշխատող տիկին Հերմինե։ Այս 10 տարիների ընթացքում ամենաշատը ձեզ եմ տեսել։ Շնորհակալ եմ, որ այդքան անաչառ էիք եւ անկեղծ։ Եվ հին հոդդոգներն ու պերաշկիները մեր վրա չէիք նաղդում։ Վստահ եմ, անչափ կարոտելու եմ այն ձեթի հոտը, որ գալիս էր բուֆետից եւ իհարկե մեր շորերից։ Ինչ բուֆետ, տենց լավ չի, մի հատ է դպրոցի պահակի մասին ոտանավոր ասեիչ։ Մաշա, ի պահակի մասին ես ունեմ մի հատ ուժեղ բան, կարդամ լսես։ Հա, կարդամ։ Մեր շատ սիրելի պահակ Վլադիմիր դյադյա, դուք մեր համար եղել եք որպես երկրորդ հայր, դուք էլ եք միշտ ճմրթված սարոշկայով, դուք էլ եք միշտ պարկած հեռուստացույցի դիմաց, դուք էլ եք միշտ քնում հեռուստացույցի դիմաց, եւ այս հուզմունքից խառնվել ենք իրար եւ չենք հասկանում, ինչից ենք ավելի շատ հուզվում, ձեր վրայի հոտից, թե կարոտից։ Ձեր եք առնում։ Դժվար է մի երկու հատ բանաստեղծություն փոխել, որ այդ երեխեքը ելույթ ունենան։ Դասղեկը հուզվի։ Հա, նայ։ Հնչում է զանգը վերջին անգամ հնչում է զանգը։ Դա չի լացացնում, Տոմա։ Վերջին անգամ հնչում է զանգը։ Հրաժեշտ ենք տալիս մենք դպրոցին։ Իդեպ, ընկեր Սիմոնյան, հենց նոր մահացավ ձեր տատին։ Տոմ, ես պրինցիպի քեզանից ուրիշ բան չի էլ սպասում։ Լավ, Մաշ ջան, հույսդ իրանց վրա մի դիր։ Ես իմ բանաստեղծություններից մեկը կասեմ, կտաս թող տղետ ասի։ Ասա։ Հիշում եմ, երբ տարիներ առաջ մտա այս դպրոց, փոքրիկ էի, հյուսած մազերով, փորփորիկ կիսաշրջազգեստով։ Իսկ այժմ հասուն, շպարված հարդարված մի աղջիկ եմ։ Ոչինչ, որ իմը տղա է։ Ոչինչ, Մաշ ջան, ոչինչ։ Ոչինչ, Մաշ, օբշի ես էլ չեմ տեղավորվում, բայց ոչինչ։ Լավ էլի դզզվծրիկ արդեն։ Լավ, չեք կարում ստեղ մի բան անեք, գոնե կարակ երկու հատ երգ փոխեք, դասղեկի համար, որ հուզվի։ Իհարկե, դասղեկի ազգանունը կասես։ Պետրոսյան։ Բախ ինչ լավ է իմիցա։ Այս ջան, մի հատ բանը գազը տուր էլի։ Շողշողում Պետրոսյան, 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 շողշողում Պետրոսյան, Պետերը Օսյան։ Մաշա, ուզում ես տնորենի մասին էլ։
Հա, ուզում եմ։ Ազգանունը կասես։ Գևորգյան։ Ազիզ ջան, մի հատ բծնգություն։ Չորս կողմը վարդուն ազան, հազար կարոտ ու երազան, ախ ինչ լավն ես ընկեր Գևորգյան։ Մաշա, կուզես ես էլ փոխտնօրենի մասին ետ։ Իհարկե։ Ազգանունը ո՞նց է։ Էլի Գևորգյան։ Էլի Գևորգյան, քուրս մի հատ էլ գլվլցրու։ Իմ չորս կողմը վարդուն ազանք, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես ուրիշ Գևորգյան։ В общем, девочки, դուք իհարկե ոչ մի բանով ինձ չօգնեցիք, բայց ճիշտ ասած ես ընկա հիշողությունների գիրկը։ Մաշա, զգուշ այդ հիշողությունները չլղճվեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Քարոզարշավի բուկլետներ։ Բայց ինչի բուկլետներ, Լուիզա։ Դե դուք էլ ոչ մեկին հետաքրքիր չեք։ Լուիզ ջան, ես քեզ ուրիշ բան եմ խնդրելու։ Մի քիչ քո վերջին զանգից կպատմես են միջնադարյան պատմիչների մոտ ինչքան մանեկա ոչ մի բան չգտա։ Զարա, էլի դու սկսեցիր քո 4 դասարանի տափակ հումորները։ Զարմանում եմ ոնց ես դու դպրոցը ավարտել։ Նավթիոտից ոնց չես խեղդվել, այ թախտաբիթի։ Լուիզ, ձեր են օրոչին վերջին զանգներ, չէ։ Հա, բայց որ զանգ չի եղել, հետաքրքիր է, ինչ են թափա արել։ Գլուխը Զարա, դատար գլուխը։ Լսի գլուխս մի կողմ։ Լսի, որ տառեր չի եղել, թվեր չի եղել, դուք վերջի զանգի ժամանակ ինչ եք գոռացել 10-ի բի փոխարեն։ Պրոստը գոռացել եք։ Հետաքրքիրը գիտեք ինչն է, որ իմ հնության վրա հումորներ անում մի մարդ, ով իր տղու անունը դրել է Նոյ։ Հա ինչ։ Բադ մարդ է եղել։ Դու էլ հո լավ ճանաչել ես Նոյին։ Բարև ձեզ, գեղեցկուիներ։ Բարև։ Ինչ կա։ Կարջան։ Հա ջան։ Հասկանում ես տղայիս բանն այդ վերջի զանգն է, խնդրում եմ էլի մեր կոտ հումոր կմտածես։ Մաշա ջան, հումորը լի մենք կանենք։ Բայց լավ բան ասացիր, գիտես ինչ մտքով ես անցավ, եկեք մի օր բոլորս հավաքվենք, գնանք մեկի դաչա, մեր վերջի զանգի դիսկերը բոլորս բերենք նայենք։ Ող հոկոր շոտ հովես կլինի։ Բայց իմը կասետեր է։ Հա ոչինչ, երեխեքը դիսկերը կբերեն, դու էլ կասետը կբերես։ Այդ մնացածը, բա Լուիզը ինչը բերի։ Դե Լուիզն էլ կպատմի կհավատանք, ինչ ասեմ։ Գնացեք պատրաստվելու։ Կարջան։ Հա մարդ ջան։ Կարջան։ Ես քեզ ուզում եմ մի հատ բան ցույց տամ, բայց խոսք տու, որ ոչ մեկին չես պատմի։ Ինչ։ Վինյետկայից նկարը։ Հա չէ մարդ ջան, ես էս մեծ գաղտնիքներ չեմ կարա պահեմ, զոր գնա պատրաստվելու։ Շանթ հեռուստաընկերության եթերից մենք ձեզ ասում ենք։ Բարի երեկո, բարի գալուստ ամենաինտելեկտուալ, ամենախելացի, ամենաբարձրաճաշակ մարդկանց չսիրած ակումբ։ Բարի երեկո, բարի գալուստ ու Մոսկվա։ Հայրեն բենդի մեր տաղանդաշատ երաժիշտերին մի հատ բարձր ծափարենք և անցնենք առաջ։ Իսկ այժմ բեմ արդակում կհայտնվեն նրանք, ովքեր մասնակցում են բոլոր կուսակցությունների քարոզարշավներին, որպեսի հայաթում ձրի հաց ուտեն։ Ստորիզեջն է բեմ արդակում, Պոլ Զիրոյան Տոմազարը դիմավորեք։
շաբաթ երեկո սիրելի հանդիսատես է Վերուսային Լավ է։ Այո, այսօր կրկին շաբաթ է, կրկին մենք աշխատում ենք Զիլոյան ջան։ Արա, տորոնս։ Ու արդեն եսին որերորդ հազար անգամ մենք բեմում ենք ու հայտարարում ենք, որ բեմում է Story Stage-ը։ Ուզում եք տեսնել այսօր ձեզ համար ինչ ենք պատրաստել, սիրելի հանդիսատես։ Դավայ։ Շատ լավ, գնացինք առաջին Story-ին, պատկերացնենք Երևանյան բակերից մեկում։ Ադոլֆ ջան Բալուս։ Ադոլֆ։ Բարը Մուսոլինի ջան։ Ադոլֆ ջան։ Հա ջան, ախպերս, հա Արմեն ջան, ասա։ Ես ինչա քո երեխեն, ես ինչա քո տղեն։ Լավ տղա է, Մի կրակ։ Լավ տղա, մի կրակ, մի պատիժ, էդ ինչ է։ Իմ երեխեն։ Քո երեխեն, Ինչ ա եղել, Արմ ջան, ինչ ա եղել։ Արա ցավը տանեմ, արա քարը վեգալ է լա, քարը։ Արա տվե պատուանը ջարդել արա։ Վայ արա։ Բա ասում ես վայ արա, շարունակությունը լսի։ Արա ուրիշ քարը վեգալ է, աղջիկ երեխես վազվզում հայատում, արա տալիս աղջկաս գլխին արա, բացում արա։ Արա քարով։ Քարով աղջկաս գլխին։ Հրետիկ ինչ չի։ Մի հատ մեծ քար կա է, որ պպզում սեմուշկա են չրթում։ Արա այդի վեգալում տալիս է ավտոյից պատրիսին։ Արա էլի քարով վեգալում։ Սա քու քյորփեն, քու քյորփի։ Ախպեր լավ, ես սաղ կասեմ, դու իրա տեղը մի բան արա, ես սաղ կանեմ ինչ պետք արա այդ։ Արա այդ լակոտում քաշեց տենց, արա այդ լակոտում քա։ Հենա։ Արա Արտուրի կարից տես քարը տալու եմ գլուխը։ Արա մի արա, մի արա։ Սա պարենք հայրենն է խմբին։ Հաջորդ Story-ին պատկերացրեք Երևանյան գիշերային ակումբներից կամ որևիցե երաժշտական ակումբներից մեկում։ Ոայ ես քու ցավը տանը։ Ջան։ Լսե, կարամ մտնեմ կլուբ։ Ուր։ Կլուբ։ Կլուբ։ Չէ ապեր։ Խե չէ որ, ծիպը երկար մազեր եմ պահում դրա համար։ Չէ ապեր։ Ինչ է, բոտեքս եմ անում դեմքս դրա համար, հա։ Չէ արա։ Բա ինչ է, որ ստրինգ եմ հագնում դրա համար, հա։ Չէ արա։ Բա ինչ է, որ ոտերս եմ թրաշում դրա համար, հա։ Չէ արա։ Թե որ տղեքի եմ նախընտրում դրա համար։ Չէ արա։ Բա խի չեմ կարա մտնեմ։ Փագ արա կլուբ։ Գրացինք, հաջոր Story-ն ուղղակի Story։ Նավեցի։ Բարի օր, ցավը տանեմ։ Բարև ախպեր ջան։ Ախպերս, ցավը տանեմ, ես գիտես չէ, որ ասենք մեր քաղաքում, ասենք որ մի բան առնում ես, կարաս 14 օրվա մեջ բերես հետ տաս։ Գիտես չէ, ախպեր ջան, գիտեմ որ տես բանկա, ինչ խնդիր կա։ Ցավը տանեմ, երեք ձեր ռեստորանում ձուկ եմ կերել։ Եկել եմ հետ տամ ցավը տանեմ։ Ո՞րն է կարա։ Հետի չի ասում, հետի չի ասում։ Շնորհակալություն։ Հաջորդ Story-ին պատկերացրեք շատ մի գեղեցիկ ռոմանտիկ պատմություն։ Բարի օր ախպեր ջան։ Բարև ախպեր ջան։ Անունս Իսահակ է ախպերս։ Իսահակ։ Հա, ես գիտեմ քո անունը, ցավը տանեմ, քո անունը Ռազ ջան, ես քեզ ճանաչում եմ քո կուրը Մի լավ, ինգեր, մի լավ։ Հա, քո քուրը իմ կուրսից հա, ցավը տանեմ, ոնց որ ես գիտեմ որ ինքը աղբեր ունի, ոնց որ եկել եմ մի հատ քեզ տենամ աղբերս, գիտեմ որ դու էլ ասենք խոսքի տես կարգին տղա ես, ասենք դաժե մեջտեղ ընկերներ ունենք, հարազատ մարդիկ ունենք, գիտեմ էլ որ դու խոսքի պետք է գայ տենայ քեզ անպայման, որտեվ գիտեմ որ կարգին տղա ես, էլի աղբերս խոսքի տան տղա ես, ասենք հայացներն էլ իքը բան ունես արած սաղ գիտեմ, բայց դրա հետ զուգահեռ գիտեմ, որ ասենք խոսքի կարմիր դիպլոմով ես ավարտել բրատի ինստիտուտ, ասենք լուրջ ձևի բանա գնացած եկած նորմալ հայրենիքի նվիրված ընկերությանը նվիրված խոսքից
տոնը ամեն մեկին հասնող դասիրակված աղբեր, սիրուն սիմպաթիչնի կարգին տղա ես աղբերս, դրա համար էլ եկել եմ ցավը տանեմ։ Ընկերս, քրոջս համար ես եկել։ Չէ, աղբերս քո ցավը տանեմ։ Արա դու հիվանդ ես, արա։ Վերջին ստորին պատկերացրեք, բանակային ընկերները հանդիպել են տանը։ Դե Վիրապ ջան, ցավը տանեմ, շատ համով էր, ձկան տոտիկները շատ լավն է, Շնորհակալ ենք։ կլուբնիկի խորոված ընտիր է, մենք գնանք գյուղ։ Արա, բայց իսկական է, ինչ լավ որ ունեցանք, ինչ լավ։ Շատ նենց լավ ա որ եկա, կապրեք։ Հա, իսկապես լավ ա որ երեխեքը կանայք իրար ծանոթան բանակային կյանք են կապել, արա։ Բալաչիստ են ծառայել։ Իրար բանակից ինչ էր իշանք, ոնց է ավելանում պոլերը, ոնց է սրբում։ Հա, բարա, արա, էս իմ սերժանտն էր, գիտես, բայց անգեր ա, մաքուր տղա։ Հա, ոնց ենք իրար։ Շատ լավ օրեր հիշեցինք, շատ լավ բան, լավ կերանք խմեցինք, ապրենք, որ եկանք ցավը տան։ Հա, աղջիկս։ Դե ցավը տանեմ, ուրեմն, հելնենք մենք այդան գյուղ։ Հելանք։ Հելնենք, հաջողանենք արդեն ուշաշամը։ Մի գնացեք, էլի, եկեք մնացեք։ Արա, Արմինես ճիշտ ասում, էլի ցավը տանեմ։ Տղես երենաբան, այսքան ճամփա եկեք, հելնենք այս քշերվա 1000-ին ընկնեք գյուղ, մնացեք մեր տուն ախպեր, լուսանակ ելնենք կգնանք ախպեր, մնացեք մեր տունը։ Այ ցավտան, տենց ոնց կլինի, կնիկս, աղջիկս, ձեր տունը պուճուր տուն է, այ ախպեր արդեն առաջի դեպքոչի, առաջի դեպքոչի։ Նորմալ կնստենք, նորմալ կքնենք, ցավը տանեմ, պրոբլեմ չկա, հեսա կասեմ, ոնց կքնենք, սաղ չոտքի կլինի։ Ոնց ախպեր։ Ախպեր, ես ու կնիկս իրար հետ կքնենք։ Հա։ Դու կնիկը իրար հետ կքնենք։ Հա։ Տղեսեն աղջկաց հետ կքնենք։ Հա։ Լավ գիտեմ ոնց անենք։ Ոնց ա։ Ես կքնեմ կնգաս հետ, դու կքնես կնգաս հետ, աղջիկը տղուս հետ կքնի։ Բա տեսա։ Ախպեր ես առաջարկում ես քնեմ կնգաթ հետ, դու քնես աղջկաց, չէ, արա տեցը չի։ Արա ոնց ես քնեմ աղջկաց հետ, արա։ Ոտա տես չի լինի, ախպեր, տես չի։ Հələ մի րոպեի հեճուկը սնձի, առաջին ես կքնեմ Գագոյի հետ, մնացածը ինչ ուզում եք արեք։ Ահա չես աղջիկ։ Հանա քանը։ Սիլակաշը։ Ախպեր լավ։ Ոչինչ ոչ քեզ։ Ես քնեմ կնգած աղջկաց հետ, դու հետ տուն։ Բա տեսա։ Արի ես քնեմ քու հետ։ Կնիկը քնի, աղջիկ չէ, տեցը չի։ Արա կերմերական կինո կնիկ մի բան է դու ասա, ինչ անեմ։ Բոլորի կենացը։ Դե լավ էլ Արմին, ախպեր լավ, ես կքնեմ տղուս, արա չէ, սիլերի ուրիշ կինո է դառնում։ Ախպեր, ես քնեմ տղուտ հետ։ Չէ։ Ախպեր։ Եկեք աղջիկ տղա։ Արա էսի вообще Եվրոպա մտավ, էսի չա։ Ոտու գլուխ, հա։ Ախպեր ոչեն։ Ինչ ոտու գլուխ է, կմերեն ես նրա ոտու գլուխ։ Ինձ նորից եմ կրկնում, ես կքնեմ իրա հետ։ Вообще, ախպեր, Վիրապ ջան, մենք կեթանք գյուղ, դուք ձեր համար հանգիստ քնեք, մենք կեթանք մեր համար գյուղ։ Всё, Արա դե գյուղ գնաք այնտեղ ոնց եք քնելու։ Ոնց։ Կնիկս կքնի գյուղապետի հետ, ես կքնեմ հավաքարարի հետ, աղջիկս է ցելի հետ։ Հելակ։ Շնորհակալություն, Film Stories H-ն կհանդիպենք իզուկալիքը մի փողեք արջում լավ համարներին։ Մերսի շատ, շնորհակալություն։ Allsell, ամեն ինչ հասանելի։ Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Էս Նաբիղլավիա։ Նաբեղլավի, Վրաստանի սիրելի համ։ Մեկ կահույքի սրահ, երջանկությունը ստեղծվում է տանը։ Ուշադրություն, քաղաքը սուրճ է խմում, Արարատ Coffee, սուրճ, որ պատմություն ունի։ Չոչի, կրակ բերանում, հաճույք սրտում։ Պարիժանկա, սերը սկսվում է քեզնից։ Ավտոմոստ, երբ ձեր երազած մեքենան դառնում է իրականություն։ Ինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Women's Club-ում եկավ ստենդափի ժամանակը։ Եվ այսպես, ձեր բարձր ծափարությունների ներքո բեմը արտակում է Չարենցը։
Շնորհակալություն, շատ կրկին ողջույն։ Շուտով լինելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Սպասում եք, շփվենք մի քիչ, ծափարություններով տեսնենք։ Սպասում եք աշխարհի առաջնությունը։ Բայց մենք իհարկե սպասում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց մենք ամբողջ ազգով, ինչպես նաև ամբողջ աշխարհը սպասում է երկու բանի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը եւ Հայաստանի ընտրություններին։ Սպասում եք ընտրությունների արդյունքներին։ Ասեք, որ սենց ինտրիգ երբեք չի եղել։ Ոնց որ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության նման։ Երբեք չես կրայի ով չեմպիոն կդառնա, հիմա այդ վիճակն է, եթե առաջ ընտրություններից առաջ գիտեինք ով ընտրվելու, հիմա իսկապես ինտրիգը շատ մեծ է։ Օրինակ, դու գիտեք Ամերիկայում քանի կուսակցություն կա։ Հաստատ գիտեք, քանի կուսակցություն կա Ամերիկայում, ով կարող ասի։ 2, որոնք են։ Հանրապետականներ եւ դեմոկրատներ, այո։ Գիտեք քանի կուսակցություն է մասնակցում մեր այս ընտրություններին։ Ես երթվում եմ մի 3 օր առաջ եմ իմացել։ 19 կուսակցություն, այս մեր փոքր երկրի համար շատ չի։ Չէ, հələ եթե համաձայն եք, կիսվենք, էլի շփվենք միասին։ Շատ չի։ Այսինքն 19 կարծիք մի հարցի շուրջ, սենց ասեմ։ Երբևիցե փորձել եք 19 հոգով որոշեք դասղեկին նվեր առնեք։ Երբևիցե փորձել եք 19 հոգով ուտելու բան պատվիրեք։ Սենց ասեմ, 19 հոգով, որ բարեկամներով հավաքվեն 19 հոգով գնան աղջիկ ուզելու, չեն ուզելու վերջում։ Պրոստը առանց ուզելու հետ են գալու, գիտեք, որտեղ չեն հասկանալու իրար, ֆուտբոլը, որ ֆուտբոլ է, խաղում են 11 հոգով, իտո մեր մոտ չի ստացվում, ուր մնաց 19, գիտեք, հետ է 19, եկեք կլորացնենք, դարձնենք 20, ես էլ եմ ուզում մասնակցեմ, լուրջ, ինչով եմ պակաս, պրոստը, սենց որ նայում եմ, ասում եմ, այդ ձեռների այդ սիմվոլիկաները որ կա, մտածում եմ, էլի արդեն բոլորը օգտագործված է, բան չի մնացել, նայեք, սա կա, ամեն ինչ օգտագործել են, մնացել է էս ու էս։ Սրանք էլ ընտրություններից հետո հաստատ կօգտագործեն։ Տենանք, օվում։ Հա ինչ ես էլ մասնակցեմ, ես նկատեցի, որ տենց բոլոր թեկնածուներից տենց ամեն ինչ, ոնց որ տենց մի փոքր տենց կա մեջս, էլ նայ, կուկուրուզ սիրում եմ, բլոտ լավ խաղում եմ, ռուսերեն լավ գիտեմ, Էդմոն Մարուկյանի նման մի քիչ քաչալ եմ, հայր մերը 7 տարեկանից գիտեմ, ու հումորիստ եմ, նայք ինչքան լավ բան կա, խիչը մասնակցեմ, որ ինչ կլնի, 19 կուսակցություն բոլորը մտածում են մեր մասի, բոլորը, էդ ինչ լավն են էդ թեկնածուները, էդ ինչ պուպուշ են, էդ ինչ բարի են, էդ ինչ մարդամոտ են, էդ ինչ մարդասեր են, ընդեղ թեկնածուներ կան, որ տարիներով գիտենք, բայց ես կյանքում չէի մտածի, որ ինքը տենց հրաշալի անձնավորությունն է, իրոք, նույնս ամեն ինչ իհարկե մինչև հունիսի 7-ը, բոլորը մտածում են մեր մասին, բայց ոչ մեկ չի մտածում բնության մասին, նայք այդքան պաստար, այդքան բուկլետ, թերթիկները գիտեք, չէ, որ թերթիկներով է լինելու, մի հատը դնելու ես ծրարի մեջ, մնացածը ճղես գցես, հələ նայք, ինչքան թուղթ է օգտագործվում, ինչի համար, այն տերմինալներում ոնց է, որ վերջում ասում է չեք ուզում ես, տպես, թե օգնում եմ բնության, ես այնքան կհարգեմ, որ մի կուսակցություն դուրս գա, ասի, մենք չենք մասնակցում, մենք մտածում ենք բնության մասին, լուրջ եմ ասում, իմաստը որն է, կամ ընդ կան կուսակցություններ, որոնք ընդհանուր ինչ-որ տենց թեզեր ունեն, ծրագրեր ունեն, թող կպնեն իրար, այնտեղ հարկեր են նվազեցնում մի քանի կուսակցություն, թող կպնեն իրար, այնտեղ թոշակներ են բարձրացնում մի քանի կուսակցություն, աշխատատեղեր են ստեղծում, թող կպնեն իրար, մի քանի կուսակցություն կարող են ընդհանրապես կպնեն իրանց գործեր։ Բոլորը պարում են, ասես բան, ես իրոք չեմ տեսել, տեսել եք ոնց են պարում, բոլոր թեկնածուները իրանց այդ բաներին, գիտեք, նես տպավորությունն է, որ մենք տաղանդներն են գնահատում, էլի, մեր ազգը դարձել է Got Talent-ի ժյուրի։ Այն օրը նայում եմ, մեկին հարցնում են ում եք ընտրելու, ասում է դե ես ինչ մարդուն եմ ընտրելու, ասում են ինչի համար, ասում է դե գոնե խոսալ գիտի։ Դե չեմ ասում ում, որ գովազ չլինի, էլի, հասկանում եք, այդ ոնց է
Ուր հասանք, որ չափանիշը դարելա, որ գոնե խոսալ գիտի, էլի, այդ ոնց տենց եղավ, էլի։ Ես հասկանում եմ, հայերենը դժվար լեզու է, գեղեցիկ լեզու է, բայց շատ դժվար լեզու է, բառեր կա, որ իրոք դժվար է արտաբերել։ Մանավանդ եթե առաջին անգամ ես լսում այդ բառը, որ քո ծրագրի մեջ չկա, նոր են ինստալյացիա արել, հələ չի նստել, նորմալ է, որ չես կարող այդ բառը ասես, բայց սենց ասեմ, եթե դուք հաղթահարեք շեմը եւ դառնաք падգամավոր, ձեզ ավելի բարդ բան է սպասվում։ Ավելի բարդ բան չէ, ավելի բարդ բառ։ Դուք դառնում եք անձեռնմխելի։ Անձեռնմխելի։ Հասկանում եք։ Բայց եկեք մի բանը արդարության համար ֆիքսենք, որ իսկապես արդար ընտրությունները։ Իրոք։ Այն որ մահացածները չեն մասնակցելու, այդ արդեն լավ է։ Այ ես կյանքում չեմ մտածել, որ ասում են Շիրիմին հանգստություն, հա դե ասել եմ խոսքը ասում են։ Որ ես կյանքում չեմ մտածել, որ այդ խոսքը տեղին կլինի, էլի իսկականից։ Դե իսկականից թողեք այդ մարդիկ հանգիստ ննջեն, էլի, թե չէ առաջին չէր, այդ մահացածների ձեների համար գնում են գերեզմաններում էլ էին քարոզ արշավանում։ Բայց մի կողմից էլ անենց հետաքրքիր այդ մահացածները ում կընտրեին։ Օրինակ դուք ինչ եք մտածում։ Ում կընտրեին մահացածները, որ մասնակցեն։ Մի խոսքով, որ հանգարց չմտածեք, էլի ես տենց աշխատեցի իմ ստենդափում ոչ մեկին սենց կողմ չբռնել, որ հանգարց հետո տենց ինչ-որ կոմենտներ չլինեն, վերջում ուզում եմ ուղղակի ասել, որ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե անկախությունը եւ կեցե ինքնիշխանությունը։ Շնորհակալություն Չարենց Women's Club-ի համար հատուկ։ Եվ ունենք Եվս մեկ հրաշալի հյուր, հիմա բոլորդ կասեք, վաու, սենց բան կա Հայաստանում, բարև ձեզ։ Լազուր ընկերության ներկայացուցիչները։ Ես ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու։ Հիմնադիր տնօրեն Լևոն Ավետիկյան եւ Ինեսա Լալայան։ Այո։ Ինչ սարքենք հիմա մենք գովազդում։ Եվ ընդհանրապես ինչ է լազուրը։ Օրինակ ձեր կարծիքով ինչ է լազուրը։ Լազուրը գույն է։ Չէ՞։ Լազուրը ջինջ, մաքուր։ Մաքուր, լազուր երկինք, չէ՞։ Այո, այո։ Հենց այս երկու ճիշտ պատասխաններից մաքուր, հայերս գույն ասացի, մաքուր։ Այս երկու ճիշտ պատասխաններից է ելնելով որոշեցինք, որ մեր բրենդի անունը դնենք հենց լազուր, որը հենց սերտ կապված է մաքրության եւ այդ մաքուր գույնի ջինջ հստակության հետ։ Ինչ է անում մեր սարքը ֆիլտրում է մեր բնակարանների կամ գրասենյակների ծորակից հոսող ջուրը։ Անցնում է քառակի ֆիլտրացիա, ամբողջ ջուրը եւ մեզ տալիս է մեր ուզած ջերմաստիճանի։ Եվ չափականակով, եւ ջերմաստիճանի, եւ նմանատիպ, այսինքն ամեն ինչը մեկտեղ համատեղած է։ Այսինքն սառը ջուր կարող են ունենալ եւ եռման տաք ջուր ինչ աստիճանի։ Այո, կարող են 7 աստիճան ջուր ունենալ, որը սառնարանային ջերմաստիճանին է համապատասխանում, այսինքն սառնանում ջուր պահելու այլևս պլաստիկի շշերի մեջ կարիք չունեն կամ ինչ որ ոնց որ պահում ենք։ Եվ հասնում է մինչև 100 աստիճան, որով կարող ենք թե խմել, ինչ որ ուզում ենք, սուրճ խմել եւ այլն, որը մենք արդեն մի քանի ամիս է տանը անում ենք։ Տարբերություն զգում եք։ Ահա որ, ասա։ Միանշանակ մեծ է տարբերությունը, վայելում ենք մենք լազուրի ներկայությունը մեր տանը։ Ես կարող եմ ասել, որ սա հրաշալի առաջարկ է փոքրիկներ տանը ունեցող մարդկանց համար, որ այդ կաթ սարքելու process-ը ահա որ դժվարացնում է։ Որ շիշը ստուգում է։ Հա, պետք է արագ շիշը, տենց երեխեն լացում է, մի խոսքով այդ դուք փաստորեն կարողանում եք ավելի արագացնել մամայի աշխատանքը, հա։ Երբ որ տանը լազուր կա, երեխեն էլ չի լացում։ Այ մամա լազուր։ Չի հասնում լացի, միանգամից բերանը շիշը դնում են։ Որովհետև ունենք 45-ից 55 աստիճան տարբերակներ։ Հա, Չարենցին ասեմ, 45-ից 50 աստիճանը, այդ դա երեխայի կաթի ջերմա, այդ ինչքան որ կաթի փոշին բացելու աստիճանն է։ Ես շատ լավ գիտեմ։ Լուրջ ես ասում։ Բա տղես 8 տարեկան է։ Ճիշտ ասած, արտերկրում այս սարքը մի քանի ամիս օգտագործելուց հետո
մենք էլ հասկացանք, որ Երևան վերադառնալուց կա կարիքը մի քանի թաղամասերում, կոնկրետ չեմ ասի ինչ թաղամասեր, բոլորս էլ լավ գիտենք, եւ մի քանի մարզերում, որտեղ որ ջրի հստակ խնդիր կա, ծորակից հոսող ջրից շատերը մեզ զանգում են, ասում են, որ հոտ է գալիս, համ է գալիս, կիրն է շատ եւ այլն, ամեն ինչը կարգավորվում է եւ փորձակնություն է անցել լազուրի ջուրը եւ համապատասխանում է իդեալական խմելու ջրի որակին։ Շատ լավ։ Հիմա մի փոքր կներես, այն պրինցիպը հասկանամ։ Այսինքն ինքը միշտ ամրացրած է ծորակին, դու ցանկացած պահի երբ բացում ես, թե ինքը ինչ որտեղ հավաքվում, կուտակվում է այդ ջուրը, որ պրինցիպով է։ Այս տարբերակը, որը արդեն մենք ունենք շուկայում, ունի 5 լիտրանոց տարա, որի մեջ լցվում է, ինքը շատ հարմար է նաեւ գրասենյակներում, երբ որ չունենք ծորակ մեր սենյակում կամ ինչ որ տան մեջ յուրաքանչյուր վայրում կարող ենք իրան տեղադրել կապ չունի ծորակի կողքում լինի թե չէ։ Շատ լավ։ Իսկ տարան ինչքան ժամանակ կմեկա փորձից գալիս որ պետքա փոխվի, էլի։ 5 լիտրանոց տարա է, մենք տանը մոտ 1.5 օրը մեկ փոխում ենք։ Իսկ ֆիլտրերը Ֆիլտրերը իրանք 2 ֆիլտր ունի սարքի իր մեջ եւ փոխվում են տարին մեկ։ Տարին մեկ։ Այո, շատ լավ։ նույնիսկ մեկ ֆիլտրը տարի ու կես մեկ, ինչի, որովհետեւ իրանք շատ լավ հագեցած են, այդ ֆունկցիաները լավ կատարում են, կախված է տվյալ թաղամասի կամ մասի ջրի աղտոտվածությունից եւ մի լավ բան, որ սարքը մեզ հուշում է թե երբ է ֆիլտրը փոխվելու, մենք չենք գուշակելու կամ որպես ՍՊ չենք զանգելու հիշեցնենք իրենց, այլ էկրանի վրա 1-2 կա գրած, եթե առաջի ֆիլտրը ժամանակն է փոխելու, ինքը կարմրում է այդ լույսը եւ հուշում է, որ արդեն առաջի ֆիլտրը փոխելու ժամանակն է։ Ես կուզեմ նշեմ նաեւ, որ հետագայում ունենալու ենք այլ տարբերակներ, միանալու է ծորակի ընդհանուր աղբյուրին եւ դրվելու է ծորակի կողքը եւ կատարի նույն ֆունկցիաները, ինչպես նաեւ ունենալու է իր մեջ սառույց սարքելու հնարավորություն, այսինքն ֆիլտրաժ ջրից սառույց է սարքելու եւ նման սառույցներն ենք մենք հյուրասելու եւ օրինակ վիսկիի մեջ որ սառույց են գցում համը փոխում է, իմ ամենաճսիրած բանն է, օրինակ հենց վիսկին, մնացած բաների մեջ դեն շատ չեմ զգում, եւ մյուս բանը որ գազավորված ջուր պետք է տա։ Իր մեջ ներկառուցված գազի բալոնի միջոցով գազավորված ջուր, այդ ինձ թվում է ավելի կհետաքրքրի։ Հա, իսկապես կհետաքրքրի գազավորված ջուր եւ սարքը ամրացված է հենց ծորակի։ Ես կսպասեմ դրան։ Այո, սպասեք, ես կգամ նորից յուր։ Հա, անպայման եկեք։ Դե ինչ կարծում եմ ամեն ինչ խոսեցինք, թե որևէ բան եք ավելացնելու։ Սարքերը որտեղից կարող են ձեռք բերել։ Այո, ամենակարևոր բանը։ Սարքերը մենք վաճառում ենք on-line մեր վեբ կայքում lazur.am Instagram-ում էլ ունեք։ Instagram-ում ունենք Lazur եւ Facebook-ում ունենք։ Եթե ուզում են խանութներում տեսնեն, կարող են կապնվել մեզ հետ, մենք իրենց կուղղորդենք, թե որ խանութներում է ցուցադրված մեր ապրանքատեսակը։ Ընտիր։ Դե ինչ, մենք հյուրընկալել էինք Lazur ընկերության ներկայացուցիչներին։ Ձեր ծափարությունները եւս մեկ անգամ։ Տինտակոլը ներկայացնում է P100 Super Coat պատի էմալը։ Բարձրորակ լուծում ստեղծված մաքուր եւ վերահսկվող միջավայրների համար։ Այն ապահովում է երկարաժամկետ պաշտպանություն եւ գերազանց լվացվողականություն, ավելի քան 5000 մաքրման ցիկլ, դիմացկուն է քիմիական նյութերի նկատմամբ լույզը։ Չի կուտակում կեղտ, պահպանում է մաքրությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Հատուկ պաշտպանություն բորբոսի եւ սնկերի դեմ։ Հարմար է սննդի արդյունաբերության, լաբորատորիաների եւ բարձր մաքրություն պահանջող բոլոր տարածքների համար։ Տինտակոլ եւ ժամանակն անզոր է։ Չոչի։ Կծու մշակույթի նոր մակարդակ Հայաստանում։ Առաջինը Հայաստանում, որ ներկայացնում է 0-ից 7 աստիճանի կծվությամբ ուտեստներ, համադրելով նոր ֆորմատ, վերահսկված որակ եւ անփոխարինելի համ։ Սա այն փորձառությունն է, որ մեկ անգամ փորձելուց հետո մնում է քեզ հետ։ Խորենացի 33, կոտորակ 3, Թումանյան 38։ Չոչի, կրակ բերանում, հաճույք սրտում։ Մեր գործընկերն է Արարատ սուրճը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որը իր համային հատկանիշներով կգոհացնի ամենաքմահաճ հայ սրճասերին։ Հիմա հասկանում եմ, թե ինչի է քաղաքը Արարատ սուրճ խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք։ Արարատ սուրճ, որը պատմություն ունի։ Պարիժան կախանութսրահը ներկայացնում է ֆրանսիական եւ լեհական ներքնազգեստների, գիշերազգեստների, SPF պաշտպանությամբ լողազգեստների մեծ եւ բազմազան տեսականի։
Նրբության, կանացիության եւ բարձր որակի խորհրդանիշ։ Բրենդի յուրաքանչյուր մոդել ստեղծվում է ֆրանսիական բարձրակունքից ամբողջությամբ ձեռքի աշխատանքով, պահպանելով հարմարավետության եւ գեղեցկության իդեալական համադրությունը։ Բացահայտեք Պարիժանկայի բարձրորակ եւ ոճային տեսականին։ Համեցեք Rio Mall-ի երկրորդ հարկ 43 տաղավար Պարիժանկա խանութ սրահ։ Պարիժանկա, սերը սկսվում է քեզնից։ Իտալական Մինոտի, Ջանֆրանկո Ֆերը, Կալիգարիս, Նատուցի, Ստոսա Կուչինե եւ այլ հանրաճանաչ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը 30 տարի շարունակ մեկ կահույքի սրահն է։ Այստեղ ինտերիերի համար ամեն ինչ կարող եք ձեռք բերել մեկ վայրից, առկա տեսականուց կամ անհատական պատվերով։ Մեկ կահույքի սրահ, երջանկությունը սկսվում է տանը։ Լուիզա, իսկական թարմություն ես ուզում, բայց չգիտես ինչ ընտրել։ Նայ։ Միանշանակ նաբեղլավ է Լուիզա։ Միանշանակ, սա պարզապես հանքային ջուր չէ, այլ բնական ուժ ուղիղ Վրաստանի սրտից։ Հետաքրքիր է իսկ համը։ Համը բացառիկ է, նրբահամ ու շատ թարմացնող։ Պատահական չէ, որ սերունդներ են վստահում այս բրենդին։ Դե ինչ, ուրեմն ես այն կօգտագործեմ եւ ամեն օր եւ հատուկ դեպքերում։ Նաբեղլավի, Վրաստանի սիրելի համը։ Ավտոմոստ ընկերությունը լինելով առաջատար ընկերություններից մեկը Հայաստանի ներմուծման շուկայում ձեր վստահելի գործընկերն է ավտոմեքենաների ներմուծման, գնման եւ արտահանման գործում ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։ Ավելի քան 20 տարի է Ավտոմոստ ընկերությունը զբաղվում է մեքենաների տեղափոխմամբ, ապահովելով թափանցիկություն եւ անվտանգություն յուրաքանչյուր քայլում։ Ավտոմոստ ընկերության հետ դուք ստանում եք ստուգված մեքենաներ ամբողջական սպասարկում եւ որակ։ Ավտոմոստ, երբ ձեր երազած մեքենան դառնում է իրականություն։ Տինտակոլը ներկայացնում է P90 Sunnycoat պատի էմալը։ Ստեղծված է այն տարածքների համար, որտեղ հիգիենան առաջնային է։ Ջրակայուն եւ ամուր մակերես պաշտպանություն խոնավությունից, կեղտից եւ մանրեներից, հեշտ մաքրվող եւ դիմացկուն ծածկույթ։ Անփայլ, սաթինի էֆեկտով հարթ տեսք, մաքուր եւ պրոֆեսիոնալ արդյունքի համար։ Իդեալական է հիվանդանոցների, դպրոցների, լաբորատորիաների եւ լոգասենյակների համար։ Տինտակոլ, երբ ժամանակը անզոր է։ Allcell քո հաջորդ սմարթֆոնի հասցեն։ Այստեղ ունես մեծ ընտրության հնարավորություն, հայտնի բրենդեր, հասանելի գներ, երաշխիքային սպասարկում։ Սմարթֆոնների ամբողջ տեսականին ներկայացված է քեզ ամենամոտ Allcell վաճառասրահում, ինչպես նաև allcell.am կայքում։ Գործում է նաև հինը նորով փոխարինելու շահավետ տարբերակ։ Allcell սմարթֆոնները հասանելի։ Իսկ այժմ տեղափոխվենք մեկ զույգի բնակարան, ում հյուր են եկել ձեզ արդեն շատ հայտնի կերպարները։ Բեմում են Բոնին, Էլենը, Թելմանը եւ Մագան ձեր բարձր ծափարությունների ներքո։ Դու պստիկից բարով մեծ նաս, հանինանինանինա, հանինա վարա ես, որոքիտ նոր հաս կդարնաս, հանինանինանինա, հանինա ես ու դու։ Պստիկից բարով մեծ նաս, հանինանինանինա, հանինա վարա ես, որոքիտ նոր հաս կդարնաս, հանինանինանինա, հանինա ես ու դու։ Վախ սիրելիս, պատրաստեցիր բլիթները։ Հիմա կգան մեր հյուրերը։ Քո սիրած կատնաշորով բլիթներն են պատրաստել։ Վախ աշխարհս, իմ լույս աշխարհը, ապրես շատ։ Այ, մի քիչ կպահենք, որ մամային էլ հյուրասիրենք, հա։ Յախք կյանք մամային։ Աշխարհս իմ մամային։ Քո մամայի համար հոգիս էլ կտամ։ Քոջ։ Լսի, ովքեր են գալու մեզ, հյուր չասեցի։ Կյանքս կուսեցի սա գալու, ուրեմն շատ հավասարակշռված ու կրթված աղջիկ է։ Ես վստահ եմ, որ իր ամուսինը նույնպես հավասարակշռված արիստոկրատ, կիրթ մի տղա է։ Ուրախ եմ իրանց համար, հա։ Մոնը սազից արև արա, ես իշքան հելա, մոնը սազից արև աղջի արա։ Կյանք հանգստացի։ 60 ար գելան քոնը սարև արա։ Չեն կարում ես կացանոտներ առաջի արգում ապրեմ, մոնը սազից արև։ Կյանք ես քեզ 1000 անգամ խնդրեցի, որ լիֆտով բարձրանանք, դու չուզեցիր լիֆտը ստես։ Արա լիֆտի մեջ տղամարդ կա, ոնց նստենք լիֆտը։ Ռոբոտ հարգի էլի, կնճռոտ դեմքով բիձա է։ Չոչ գերատից արդեն ֆիքսել ես ինչ դեմք այլ է, հա։ Դες տարիքը բան, ընդլայնվել ես, հորես սազից արև։ Քեն է տուրա դուրը սնան, դաղ։ Քեզ նորմալ
Բարև ձեզ։ Վայ, բարև ձեզ։ Բարև կյանքս։ Բարի օր ձեզ։ Ձեր տան գետինը խերով լինի ոտիս տակը։ Շնորհակալ եմ, եկեք ներս։ Հանց, ինքերս ընդենս, տել ինձ ուստե հարմար ա, բրատս։ Հարի կողես են լիմ մոնասան է։ Աղբենես դեմքդ բայց ծանոտ ա։ Ծառայել ես։ Չէ, չեմ ծառայել, չէ։ Ես է չեմ ծառայել, հետա, ատե ինձ ա ծանոտ։ Ասենք ես շատ էի կարոտել։ Ինչքան ժամանակ չէինք հանդիպել։ Կուրսից ում ես հեչ տեսնում։ Գիտես, Գայանեին եմ տեսել, հիշում ես մեր կուրսի գերազանցիկը։ Հա, ոնց չէ, որտեղ։ Սուպերմարկետում։ Կասիր էր աշխատում։ Հա, իդեպ մեկ էլ Հակոբյանին եմ տեսել։ Հիշում ես, որ քեզ շատ էր սիրում։ Ոնց, բայ մոնաստան է, վետով ա քեզ շատ սիր է, աղջին։ Կյանքս հանգստացի, Հակոբյանը կին ա, իմ դասախոսն ա եղել։ Ինչ ես ըլձի էնշի տեղ դնում, անա, Հակոբյանը տղու ազգանուն ա։ Չէ, ճիշտ է ասում։ Հակոբյանը կին դասախոս էր, Հասմիկ Հակոբյան։ Ոնց կանա ճիշտ ասյան, աստե ճիշտ մենակ ես եմ ասում, օրս ալը։ Ոնց որ մի քիչ խանդոտ եք, հա։ Չէ, ընգերս, ընդհակառակը։ Բեսամ խանդոտ է։ Բեսամ, Լավ, իսկ սուրճ կխմեք, ես հիմա սուրճ կդնեմ։ Չէ, լավ է, ես ներքևի ապարատից վերցել եմ։ Լավ է, ծանոթ անեմ։ Դե, լավ, այդ դեպքում առաջարկում եմ խաղ խաղանք, ինչ կասեք։ Հարց կա, բերը կարտերը բաժնեք, մատ բլոտ կծենք հորս ազիզարը։ Չէ, կարտերով չենք խաղալու, հեռախոսով։ Ոնց, բլոտ չի եռալու մի յաշտիկ պիպի բրա։ Չէ, սա հեռախոսով խաղ է։ Հա, հեռախոսով բլոտ, հարց կա, բայց ընդ դահոլ չխերկեք հորս անեմ կայդան դակ եմ արել։ Չէ, հեռախոսով չի, այսինքն հեռախոսով, բայց բլոտ չի։ Ուրիշ խաղ է։ Ոնց, այս աշխանի վրա բլոտից բաց ուրիշ խաղ կա։ Վայ, շատ հետաքրքիր խաղ է։ Ես ու սիրելիս հաճախ խաղում ենք։ Տես, բառեր են գրված ու դու պետքա թիմակցիր բացատրես այդ բառերը։ Հա, կյանք արի մենք խաղանք, իրանք ընթացքում կհասկանան, հա։ Լավ։ Գնացինք։ Երկարի հակառակը։ Կարճ։ Ապրես, երկնքում ինչ կա։ Աստղ։ Աստղը դու ես ուրիշ։ Լուսին։ Ապրի իմ աղջիկը, վարչապետը ինչա քշում։ Հեծանիվ։ Ապրես իմ առաջին ու վերջին տիկին։ Մտածողի արձանովա քանդակել։ Ռոդեն։ Ապրես ծովը մյուսը ավելի մեծ։ Օվկիանոս։ Ապրես, ապսը ժամանակը պրծավ։ 5 հատ։ Հիմա դու։ Հիմա մենք ենք։ Հա, դու ես կբացատրեմ։ Պատմաստես։ Գնացինք ուրեմն, վերջացնելու հակառակը։ Սկսել։ Ապրես, մեկ։ Չէ, այդ պետքա սեղ մենք սկսել, որ խաղը սկսի։ Վայ մոնաս անևս ինչ։ Աղա, լավ գնացինք։ Ես աղբորոտ ինչ եմ ասում։ Քնձղ։ Չէ, ուրիշ։ Քոսոտ։ Չէ, արա ուրիշ։ Մտիլողցի։ Չէ, արա ուրիշ։ Դու որը խորովածանողն ես։ Չէ, արա ուրիշ։ Ան եկամու ծառ։ Այդ ինձ երեմ է որ ասում։ Չէ, բայց ուրիշ։ Դթում։ Ապրես, մեկ, հաջորդ վրա։ Հաջորդ չկա, ձեր ժամանակը վերջացավ։ Այ մոնաս անը, բանա։ Հիմա մենք հաղթեցինք 5-1 հաշվով։ Գնացինք մերը Gucci flip flop։ Gucci flip անա, բատ ենք արա։ Աղջը ծաղկո պատճառով էլ դեբիլ աղբորոտ պատճառով կրվանք, մոնաս անը։ Բայց աղբերս ինչ մեղավոր է, որ դու դթումը իրանով ես բացատրում, Ռուբ ջան։ Մի արդարացրա դրան դեմից։ Դե լավ, մի կռվեք, երեխեք։ Լավ, դուք աս։ Հա, եկեք սկսենք։ Հիմա մենք ենք։ Տարամասի չափ մոնաս անը։ Ոյ հանգստացի էլի Ռուբոյ ջան, շեստյուն ենք։ Ջրային փոխադրամիջոց։ Նավ։ Ապրես, այն երկար ականջներով կենթանին քո նման։ Նապաստակ։ Ապրես իմ քաջ։ Pulp Fiction-ի ռեժիսորը։ Ինչը։ Pulp Fiction-ի ռեժիսորը։ Քվենտին Թարանտինո։ Ծաղրածուները որտեղ են ելույթ ունենում։ Կրկես։ Ապրես իմ քաջ։ Ամենաբարձր գագաթը։ Էվերեստ կամ Ջոմոլունգմա։ Վախ, կակաչս, ապրես, մենք էլի հաղթեցինք։ 5 բառ։ Այ մորը սարևեսի չէ։ Մենք ենք հիմա։ Ես եմ բացատրում։ Հիմա դուք եք։ Բացատրա աղջի, բացատրա։ Ահա, սկսենք։ Ռոբլեսի, ուշադիր, այն որ մեծ քաղցրավենի քայլում կրեմով ալուրով սենց սալքում են։
Չեմ ճոգում։ Մայքան հարսանիքի վերջում ոլինում է։ Հարսանիքի վերջում։ Հա։ Հորեսերը վետա գրած։ Բայ չէ։ Հարսանիքի վերջում ինչ ա լինում զալի մեջտեղը։ Հա, դեբոշ, խփոցի։ Հետալ։ Չէ, ուրիշ, կյանք մեծ է, որտեղ մեծ լնում է։ Հարսի հորքուր։ Կյանք չէ։ Է որ լնում ասես մեծ 3 հորկոնի։ Քֆուր։ Չէ։ Քֆուր, դաչա։ Վերջացավ ժամանակը, տորտ, Ռուբո ջան, տորտ։ Այսօր ես դեբիլետի ձևես բացել տորտը։ Ասա մեր Սուրոյի քուրը ինչ է սարքում պոպոկով։ Կյանք ես ինչ իմանամ։ Կյանք ես ինչ իմանամ, որ ձեր Սուրոյի քուրը տորտ է սարքում պոպոկով։ Դե չգիտես դրա մանեք կրվան կարա, դեբիլ ես էլի արա, օրես է։ Լավ, ձեր ժամանակը վերջացավ։ Հիմա մեր հերթն է։ Հա։ Հալը ձեր տունն է, ձեր հերախոսն է, հերթ պայելը որնա, աղջի վեկալ մի հատ է բացատրի հելը, հերթն էր դեք պահան, ոնց է, գնացել է, դավայ։ Լավ, լսի, սկսել, է որ սենց քարերով խաղում են սեղանի վրա։ Չեմ ճոգում, էդ ինչա։ Լսի, քարերով է որ սենց խաղում են, սեղանի վրա։ Հա, բիլիարդ։ Չէ, Թենիս, չէ, ուրիշ։ Ուրիշ, նարդի։ Չէ, ուրիշ։ Մեծ նարդի, երկար նարդի։ Չէ, կյանք նայ, Տիգրան Պետրոսյանը ինչի չեմպիոն էր։ Հորեսերը վետոյա չեմ ճանաչում։ Լսի, լավ, սենց բացատրեմ հասկացի, ձեռիդ վրա 5 հատ ինչ կա։ Մատ։ Է որ մեկին ուզում ես սենց բրդես մի բանանի, ինչ ես դու իրան գցում։ Շախի։ Հիմա այդ մատը ու այդ շախը կպցրու իրար։ Հա, ջոգի, մատ շախ։ Չէ, հակառակը։ Խաշտամ։ Չէ, հակառակը։ Շախկամ։ Չէ, հակառակը։ Մթի շախ։ Շարտաշ։ Արտաշ։ Ինչ արա։ Ժամանակը մրցավ։ Շախմատ, Ռուբո ջան։ Վայ հոնես սարե, բարետ ինչ բարդ բարերա գրածը տե արա։ Ինչ բարդ արա։ Դու լը դու ստե, յամի մենք ենք, դու։ Բայց հիմա մեր հերթն է։ Անցածը չէր ձեր հերթը։ Բայց անցածն էլ դուք խաղացիք։ Բա հետը երելն էիք ձեր հերթին, այց ամաչ։ Յամի հաստատ մեր հերթը։ Ուր այդ եսա։ Պատրաստ ես աղջի։ Սիրում եմ քեզ։ Գնաս լավ։ Լսիլը, են գյադեն որ քեզ փողոցը մոտիկցել էր ինչ արինք։ Ծեծել։ Աբրես, դրա պայծախի ինչ էր եղել։ Պայթել։ Աբրես, էդի ինչ էր խնդրել ծեծելուց առաջ։ Ներողություն։ Աբրես, ես կյանքում ինչ չեմ տրորել։ Մրջուն։ Աբրես, ես որ դրան տպեց էդի գնաց քաղմաս ինչ արեց։ Ծակվեց։ Աբրես, մի հատ դրա համար մեկ ինչ արինք։ Էլի ծեծել։ Չէ, մի քիչ ուրիշ։ Սատկացնել։ Աբրես, հերս դրա համար ինչ արեց։ Քաջալերել։ Աբրես, չէ, ժամանակը պրտի 5 կանյա 10 գոր դու էլ ասում ես այդ գադուն մի տեք։ Տեսար ոնց օգնեց, օրը սազի զալեմ, այ։ Հələ մի վարկան զանգ։ Այդ օպերն է այդ թեմայով, լես սպասի։ Երեխեք ձեն չունեք։ Ալո։ Հա, օպեր բրատ։ Էլի էդի բանա գրե, տփենք ուժը։ Հա։ Հա, անգերես։ Լսի, գիտես, ես իմ թզուկ-պզուկի հետ այս խաղը շատ եմ խաղում։ Բայց ինքը համել պանտամիմայի չեմպիոն է։ Լավ, ամա չասնում ես։ Ցույց տվեք, էլի մի բան։ Լավ ցույց եմ տալիս նայեք։ Պատրաստ եք։ Հա։ Խզիկություն։ Վայ, չէ, բոքս։ Բոքս։ Ֆուտբոլ։ Ապրեսի մաղջիկ։ Նայ, հաջորդը։ Դու գուշակի, ես գիտեմ։ Վայ հորես սարեմ։ Ես ինչ ես անում, մալեա։ Կենգաս դիմը։ Կյանք հանգստացի, խաղ եք խաղում, բան եմ ցույց տալիս։ Խաղ մենք ենք խաղում, արա։ Համել էդի խոսալով երես ինչ անում ես, արա։ Չէ։ Աղջիլը հելանք գնացինք ես անտերանոցից, ես ինչ արա։ Վատ եք արա։ Արեշ պաչել, արիստել։ Արա ինք ընդամենը դահուկ էր ցույց տալիս։ Դահուկ եմ քշում ուղղակի, դահուկ։ Լսի ընկերուհիդ ծերացել էր։ Լսի դե լավ կյանքից չի արևս։ Կարևորը որ մենք հաղթեցինք, հեն։ Հա։ 11-8 գնաց մերը, Gucci flip flop։ Ապե, կնգաս ճամփի։ Էդ ինչ եք խաղում, ինչ է խաղի անունը։ Պանտամիմա։ Ահա, հիմա ես կնգաթ հետ խաղում եմ պանտամիմա։ Արիստել։
Ավարտվեց Women's Club-ի հերթական հաղորդումը եւ մենք իհարկե կրկին պետք է սիրով շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն ենք հայտնում Piazza Italia հարաճանաչ իտալական բրենդին։ Շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար։ Շնորհակալություն Meline գեղեցկության սրահին մեր աղջիկների վարսահարդարումը ապահովելու համար եւ շնորհակալություն Women's Club-ի ոճաբան եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանին։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց ժամը 21:00-ին։ Կհանդիպենք։